շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ կա, բայց երևի սկսենք վերջին իրադարձություններից։ Հայրենասեր տղաները, ովքեր Նիկոլ Փաշինյանից պահանջում էին չփոխել հայ առաքելական եկեղեցին եւ ոչ միայն այնտեղ հոծ բազմություն ուղակի բանկարկում էր եւ ձայների ներքո դուրս անեցին նրանց համահասուրբանա եկեղեցուց։ Տեսանք ինչ տեղի ունեցավ Դավիթ եւ Միքայել Մինասյան եղբայրներին, Դավիթին տարել են 2 ամսվա կալանքի։ Խնդրեմ ես ասող ձեր տեսակետը, տղային մինչև անգամ թույլ չեն տալիս ավարտել դպրոցը, իսկ այն կոկորդիլոսագետ կա է իրենց մեջ այդ գարիկ ինչյանը, չգիտենք էլ, մենակ գիտենք, որ կոկորդիլոսագետը բանը իբր ծաղում է, թե ինչյան, 18-ամյա տղան իր վերջին զանգը կանցկացնի Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Խնդրեմ ես իրողության հետ կապված ձեր տեսակետը։ Տեսեք, բացարձակ զարմանալ պետք չէ, որ Նիկոլ Փաշինյանը ադում է մեր 18 տարեկան երիտասարդներին։ Ինքը շատ լավ գիտի առհասարակ մեր երիտասարդների պոտենցիալը եւ ինքը տեսել է, թիկունքից ինքը տեսել է, թե 18 տարեկան երեխեքը 44 օրյա պատերազմի ժամանակ ինչպես կռվեցին։ Ու դա իրեն սարսափեցրել է։ Ու ինքը հիմա էլ է սարսափում։ Այդ ամեն ինչը ինքը բացարձակապես իրավական գործընթաց չէր, դա ճղջիմ հաշվի հարդար էր, դա փոքրոքի շատ այսպես անբարո մարդու վարկագիծ էր։ Նախ եթե սկսենք ամենասկզբից, իրականում ինչ տեղի ունեցավ։ Ինքը ուղղակի ներխուժեց եկեղեցի եւ փորձեց եկեղեցում աղոթողների անդորը խանգարել, որը բնորոշ է իրական աղանդավորին կամ ինչպես միջնադարում էին ասում բորոդներին, հերձվածներին։ Այդ հերձված բորոդը ինքը ուղղակի մտավ այնտեղ, որպեսզի խանգարեր։ Եվ իր համարը շատ երևի անակնկալ էր, որ մի երիտասարդ կարող է ուղղակի իրեն ասի, որ մի խանգարի իմ եւ Աստծո միջև ստեղծված կապը։ Ու ինքը դրանից ավելի կատաղեց։ Հաջորդ պահին մենք ինչ տեսանք այնտեղ։ Մենք տեսանք պաշտոնական դիրքի գերազանցում, երբ որ մի հաստավիզ պաշտոնյա հենց այ իր խոսույթից եմ ասում, որովհետև ժամանակին ինքն էր, չէ՞, ախրանիկներին ասում հաստավիզներ, անասուններ, այ մի հատ հաստավիզ անասուն հարվածում է 18 տարեկան երեխային ու միջև հիմա չկա որևէ քննություն, որ կանչեն ասեն այ դու այդ երեխուն ինչի հարվածիր։ Որևէ մեկի ախրանիկը իրավունք չունի մարդ հարվածելու։ Առավել եւս այն պահին, երբ որ տարածքում կային ոստիկաններ, եթե կար կարկազանցություն, ուրեմն ոչ թե ախրանիկը պետք է զբաղվեր կարկազանցով։ Իհարկե այնտեղ կարկազանցություն չկար։ Այնտեղ կար ընդամենը մարդու ըմբոստացում, որ դու այ բորոդ, ինչի ես եկել եւ ինչու ես խանգարում իմ աղոթքին։ Եվ այստեղ այդ հաստավիզը խփում է երեխային։ Ես երկրորդ նախագահի պաշտպանը չեմ կամ նրա համայնքիրը չեմ, բայց արդեն 20 տարի է գիշեր ցերեկ այդ հատվածը խոսում է Պողոս Պողոսյանի գործից։ Իսկ ինչով էր տարբերվում այս ախրանիկը եւ Նիկոլ Փաշինյանը իրենց գործողություններով, որոնք ուղղված էին 18 տարեկան աբագա զինվորի դեմ, աբագա հայ քաղաքացու դեմ, որը շատ գրագի այդ կիրթ երիտասարդ էր, ամենակարևորը ազնվություն եւ ըմբոստություն ունեցող երիտասարդ էր, որի կարիքը մենք բոլորս մշտապես ունեցել ենք։ Եվ հետո դրանից հետո ուղղակի տանել այդ երեխային եւ այսպես շատ կենցաղային բառ ասեմ, հա նագլի ձևով որոշեցին, որ այդ երեխան դե անպայման բանտ նստի, մի հատ էլ ինչ-որ թրջունա, սողունա, տիպի կենտանի, չեմ էլ ճանաչում դրան, չեմ էլ ուզում ճանաչել, որովհետեւ ես ինքս էլ այդ այսպես ասած հերձվածներից զզվում եմ, իրականում փորձում է այդ երեխուն նաև ծաղրել։ Ոչինչ, այդ երեխեն այնտեղ հաստատ շատ լավ մարդկանց կողմից շատ լավ աջակցություններ կստանա, շատ կարճ ժամանակ հետո այնտեղից դուրս կգա ավելի հասուն, ավելի կիրթ, ավելի շատ բան սովորած։ Բայց դա իհարկե մեզ թույլ չի տալիս, որպեսզի հանգիստ նստենք։ Իհարկե մեզ դա թույլ չի տալիս, մենք ընդամենը արձանագրում ենք մի փաստ, որ Նիկոլ Փաշինյանը սարսափում է 18 տարեկաններից եւ արձանագրում եմ նաեւ այն, որ այդ 18 տարեկանները հենց իրենք են Նիկոլին կհանգեց անելու, որովհետեւ այդ 18 տարեկան երեխեքի վրա ինքն ու Ալիևը 44 օր չկարողացան։ Այդ նույն 18 տարեկան երեխեքն էին, որ 44 օր շարունակ այնպիսի կռիվ մղեցին, որ ստիպված է դավադրի զույգը կնքեց նոյեմբերի 9-ը, որպեսզի ադրբեջանցի զինվորներ էլ չմեռնեն։
Իրականում էլ չկային է որ մեռնեին։ Եղածն է արդեն հալից ընկած էր։ Այդ 18 տարեկանների կռիվը ինքը տեսել է։ Ու այդ կռիվը տեսնելով ինքը Սուրբ Աննա եկեղեցում սարսափեց։ Հենց այդ խորհրդանշական օրը ինքը սարսափեց, որովհետև հասկացավ, որ միևնույն է, ինչքան է ընդդիմադիրներին փակի, ինչքան է փորձի ճնշումներ գործադրել, հետևից այդ նոր ծիլն է դուրս գալիս, որը շատ ավելի ուժեղ է։ Տեսեք, նույն օրը ճակատագրի հեգնանքով եւս մի 18 տարեկան երեխա, որպես լագոդի դիդարգելով Փաշինյան Նիկոլին, ուղղակի թեկել է, վարեն։ Հասկանում եք, հայ իրականության մեջ այսպես վերևից խփել կամ թեկել միայն լագոդի նկատմամբ այդ նման դրսևորում թույլ տալիս։ Ու ես զարմանում եմ, որ այդ մարդը այդքան ընկել է, որ բացարձակապես ինքնասիրություն չունի։ Որևէ երկրում, որևէ ղեկավար այսքան բանից հետո եթե ինքնասպան չլիներ, գոնե հրաժարական կտար։ Իսկ այս մարդը ընդհանրապես չունի այդ ինքնասիրություն կոչված երևույթը առհասարակ իրեն ծանոթ չի։ Լավ, ես երեկվանից տարբեր լրատվամիջոցներով հարց եմ ուղղում, նաև ձեզ եմ խնդրում, որպեսզի այդ հարցը թեկուզ իրեն է տակ, չնայած ես գիտեմ, որ չի պատասխանում։ Ինչ կաներ ընդդիմադիր Փաշինյան Նիկոլը, եթե ենթադրենք իր որդին տարիներ առաջ որևէ եկեղեցում աղոթեր ու այդ պահին երկրի ղեկավարը ախրանայով մտներ նույն ցինիզմով մտներ եկեղեցու, նույն վիճակով ասենք իր որդուն տանային ձերբակալեն։ Ինչ կաներ Փաշինյան Նիկոլ ընդդիմադիրը։ Այդ չեմ ասի են Եվրո բաների, ինչ են այդ Իոնիսյաններ ու տարատեսակ իրավապաշտպան կազմակերպություններ։ Փաստացի այստեղ միջազգային կոնվենցիայից մի քանի իրավունք ոտնահարվեց այդ երեխայի հետ կապված ու հասկանում եք բացարձակապես ոչ մի ռեակցիա։ Այսա արդեն խոսում է նաև հերթական անգամ այն մասին, որ մենք հայ ժողովուրդ մենակ ենք։ Ցանկացած խնդիր այլևս մենք ինքներս ենք լուծելու։ Ու ոչ մի դեպքում որևէ կերպ չենք ապավինելու ոչ մի դեսպանատան, ոչ մի միջազգային կազմակերպության, ոչ մի մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության, այսինքն դրանք սխ ֆիկցիա են։ Ու հերթական անգամ ես համոզվեցի մի բանում, որ այս ամեն ինչը ստեղծվել էր տարիներ շարունակ 20 տարի, 30 տարի այդ կազմակերպությունը մեր երկիր մտել էին ոչ թե մեր երկրում ինչ որ բարեփոխումներ անելու, այլ բերելու նրան, որ մեր ժողովրդի նկատմամբ իրականացվի ցեղասպանություն։ Առաջի փուլը արդեն հաջողությամբ ավարտել են Արցախում։ Այ հիմա այս խտանելով այս անհասկանալի չեմ կարող ես նրան մարդ ասել, այս կերպարին այս ամեն ինչը խտանելով տանում են ընդամենը մի բանի, որպեսզի Հայաստանում ամբողջովին հայաթափեն, որպեսզի հերթական ցեղասպանությունը իրականացնեն։ Ու ցավոք սրտի մենք դեռ փորձում ենք հասկանալ ինչ պետք է անենք։ Այ ամենասարսափելի երևույթը նաև դա է։ Պարոն Պողոսյան, դուք նաև տեսաք, մինչև եթե մտնել, այսօր ինչ էր կատարվում կառավարությանից հետո այդ հարցը պատասխանի ժամանակ, ես արդեն այս պահվածքը, այս դրսևորումը մետրոյում արցախցի կնոջ եւ երեխայի վրա է որում։ Եկեղեցում այդ տեղի ունենում, լրագրողի սպառնում, այս ամենը ինչի դրսևորում է։ Ինչպես ասեցի, թուրք կառավարիչը իր ոտքերի տակ տեսնում է սողացող գետին։ Հավատացեք, վերջին 8 տարում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ չի եղել այնպիսի մեծ դիմադրություն, ինչպիսին չկազմակերպված, այսպես հանպատրաստից այն 18 տարեկան երեխեքի դիմադրություններ, մեկ օրվա մեջ 3 երեխա։ Նորից կրկնեմ, Փաշինյան Նիկոլը ի տարբերություն մեր հայ հասարակության 80%-ի ինքը տեսել է թե 18 տարեկան երեխեն ինչ կարող է անել։ Իհարկե ինքը կամերայով է տեսել, բայց ինքը տեսել է ռազմատաշտում ինչ են անում ու ինքը սարսափած է։ Այ վաղը մյուս օր եթե խեղկադակը որոշի հրաման իջեցնելու դպրոցներից բոլոր 18 տարեկաններին հավաքելու դատապարտել, չզարմանաք։ Իր վախերը տանում են նրան, որ ինքը ամենաանհետետ, այսպես ասած, սարսափելի, անհասկանալի որոշումներն է կայացնի։ Առավել ևս, որ Մածոյի, Ժորայի, մյուսի նման դատավորներ էլ ցավոք սրտի կան, որոնք առանց խեղճի խայտի, որոնք առանց օրենսգրքի ուղղակի կարող են նստել ու որոշում կայացնել։
Այ ո՞րն էր հիմքը, իրավական առումով, ո՞րն էր հիմքը այդ երեխուն տանել ազատությունից զրկել։ Մարդը անմիջականորեն բխած այդ կալանքից հետո ոչ փորձել է դիմադրել, ոչ փորձել է փախչել, ոչ այսինքն որևէ գործողություն ինքը չի արել։ Ընդհակառակը այդ մարդու նկատմամբ այսպես ձեր բարձրացողին պետք էր կալանավորել։ Հիմա հայ հանրության համար, հասարակության համար ով է ավելի վտանգավոր։ Այն հաստավի զախրանիկը, թե 18 տարեկան պայծառ երիտասարդը։ Ու հայրենի ասել է, ախր այնտեղ երևում է կադրերում։ Այսինքն հայրենասիրությունը Նիկոլի օրենսգրքում, հայրենասիրությունը, աստվածավախությունը Նիկոլի օրենսգրքում ամենածանր հանցագործություններն են։ Հնար լինի ինքը այդ հանցագործությունների համար խմբակային գնդակահարությունները կկազմակերպի։ Այ օրինակ եթե դրա այդ շնորհքով կարգին տղու տեղը դիներ կանգնած ինչ որ մի հատ համասերաբոլ միանշանակ գլխաներին կնստեցնեին մի հատ էլ մեդալ կդային։ Բայց այս դեպքում գործ ենք ունեցել հայ իրական երիտասարդի հետ։ Ով կիրթ է, ով պատկերացում ունի իրականության մասին եւ ով հայրենիք ունի, արդեն վերջին հաշվով մենք չմոռանանք, բանակ զորակոչում են 18 տարեկանից։ Ինչի համար, որովհետեւ այս 18 տարեկան երեխեքն են, որ տղեկն են, որ պատրաստ են իրականում կռիվ տալ հայրենիքի համար։ Ու այ հենց այդ սարսափներ, նաեւ երևի երեք Մոսկվայում էլ ինչ որ սախտորապղպեղային միջամտություններ էր եղել, երևի դա էր պատճառը, որ ինքը այսօր չդիմացավ ու սկսեց իր անմագարտակությունը ցույց տալ նաև կառավարության շենքում։ Ռուսաստանում այդ վիճակը ինչպես կբնորոշեք։ Գիտեք, շատ հետաքրքիր բաներ եղել։ Ինձ ավելի շատ ինքը նման էր մի իրավիճակի, երբ որ կանչել էին անառակ որդուն եւ հնարավորություն էին տալիս, վերջին անգամ հնարավորություն էին տալիս հետ վերադառնալու։ Բայց նաև առհասարակ գենետիկան ինքը շատ ուժեղ բան է։ Եթե անառակությունը, անբարոյականությունը մարդու այրան մեջ է, այդ մարդը արդեն դարձի շանս երևի թե չունի։ Ցանկություն էլ չունի։ Եվ երեք մենք ուղղակի տեսանք մի բան, որ գնացել է ինքը այնտեղ հույս ունենալով, որ կկարողանա ինչ-որ բառակապակցություններ փոխել Ռուսաստանի նախագահի բերանից, որ դա բերեր եւ այստեղ օգտագործեր իր ընտրական պրոցեսների մեջ, քարոզարշավների մեջ, բայց դա չստացվեց եւ ինքը արդյունքում հերթական արկածախնդիրությունը թույլ տվեց, հերթական արտահայտությունները թույլ տվեց, որի պատասխանը վաղը մյուս օր իր մաշկի վրա զգալու է հայ ժողովուրդը։ Եվ բնականաբար իր համար բացարձակապես կարևոր չի, թե հայ ժողովուրդը օրինակ իր անպատասխանատվությունից կամ իր ոչ բարոյական գործողություններից կտուժի, թե չի տուժի։ Տեսեք, ցանկացած նորմալ երկրում երկրի ղեկավարը բնականաբար արտաքին հարաբերությունները կարգավորում է, կազմակերպում է իր երկրի բնակչության ժողովրդից։ Փաշինյան Նիկոլի համար կա ընդամենը մեկ շահ։ Իր աթոռը, իր փափուկ տեղերը եւ իր, ինչպես ինքն էր ասում, լապամանը։ Իր բառերով ասում։ Հետևաբար իր համար տարբերություն չկա, թե որ պետության ղեկավարը իր այդ լապամանի մեջ կեշ կլցնի։ Իր համար կարևոր է այդ այսպես ասած կերը չպակասի։ Ինքը բացի վախերից իրապես հասկանում է այն աղետները, որ ինքը վերել է եւ ինչ է իրենց սպասվում, այդ ամենի գիտակցում ինքը ունի եւ իր թիմակիցները, որովհետեւ նույն այս կոկորդիլոսագետի պահվածքը, չգիտեմ, ինչ խղճով էլի 18 տարեկան երեխայի մասին ծաղրել ու գրել կանցկացնի արմավիր քրեակատարողականը։ Թող անցկացնի, ես նորից ասում, այդ երեխեն դրանից ավելի շատ կարող է շահած դուրս գա, քան տուժված։ Ամենայն դեպս հանրությունը, հասարակությունը, նորմալ հայերը այդ երեխու կողքին են, թե ներսում, թե դրսում, ես վստահ եմ ինքը որևէ խնդիր չի ունենա։ Բայց այ կոկորդիլոսագետը կամ չգիտեմ մրջուն է կամ ինչ է կամ նույն Փաշինյան Նիկոլը իհարկե իրենք հասկանում են։ Այ մեծամետաբար ասում է, չէ, Հայաստանի համը կմնաց էր բերանում։ Այդ 18 տարեկան երեխեքի
Համը մնալու է ձեր բերանում։ Չկասկածեք։ Դուք համ տեսելու եք այդ երեխեքին ինչև է չափը չանցնեմ։ Բայց դուք այդ համը զգալու եք, այդ համը մնալու է ձեր բերնում։ Այո, Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է։ Եվ ինչ որ այսպես ասած կատնասուն կամ ուղղակի ծվադրող կենտրոնիների դիրքորոշումը դա նորմալ է, ինձ թվում է չարժի առհասարակ մեր ուշադրությունը մենք կենտրոնացնենք դրանց վրա։ Որովհետև այստեղ մեր խնդիրը ինչի թե ով ինչպես կպատժվի կամ ում բերանում ինչի համ կմնա։ Այստեղ մեր խնդիրը նա է, որ մենք կարողանանք հնարավորինս շուտ այս չգիտեմ սարսափից դուրս գանք։ Այս անհասկանալի վիճակից դուրս գանք, հələ մի բա փորձեք իրականությունից կտրվել, հետ գնալ մի 10 տարի ու նորից վերադառնալ իրականություն։ Անհնար է չունենալ որոշակի հոգեկան շեղումներ այդ ամեն ինչը դիտարկելով։ Ես էլ եմ շնորհակալ ձեզանից։